Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ նժար սահմանադրական շարժման համահիմնադիրներից Արտաշես Իկոնոմովի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Իկոնոմով։ Բարև ձեզ, Նարեկ ջան։ Պարոն Իկոնոմով, Հայաստանում տարբեր իրադարձություններ են տեղի ունենում, որոնք նաև 2026 թվականի ընտրությունների ընդառաջ ձեր շարժումը եւս հավակնում է դառնալ քաղաքական ուժ եւ մասնակցել 26-ի հերթական ընտրություններին, հայտարարել եք նաեւ ձեր վարչապետի տեխնացուի մասին։ Հիմա դուք ինչպես եք մեկնաբանում այս իրավիճակը, Հայաստանում ամեն ինչ այդպես առողջ մթնոլորտում է պայքարը, թե ոչ։ Միանշանակ անառողջ մթնոլորտ է ստեղծված եւ ես այն կարծիքին եմ, որ այդ հատուկ է արվում։ Ես վստահ եմ, որ Հայաստանի քաղաքացիների դեմ թե արտաքին ուժերը, թե ներքին ուժերը լրատվական պատերազմ են վարում իրականում, շատ ծանր տեխնոլոգիական լրատվական պատերազմ, այսպես ասեմ, հա, շատ բարձր տեխնոլոգիաներ են օգտագործում եւ ես ինչ ասեմ, ուզում իրականում ասեմ, որ գիտեք ոնց Փաշինյանը շատ լավ ուսանող է, ինչքան հասկանում, բացի նրանից, որ լավ պոպուլիստ է, լավ սուտասան է, լավ ուսանող է, ինքը լավ միանգամից ըմբռնում է, հասկանում է, թե որտեղ է սխալներ արել, օրինակ Լենինականի փաստորեն Գյումրի ընտրությունները երբ որ կայացան, ինքը կարողացավ ես վստահ եմ, որ իրան օգնում են ինչ որ ուժեր, որ ինքը կարողանա դրանից իր եզրակացությունները անի եւ լավ արեցին, լավ աշխատեցին ամեն դեպքում, փաստորեն այդ համայնքը խոշորացնելով եւ մարդկանց, ասենք, ցույց տալով, որ իրանց տեխնացուն կապ ունի ուղակի ԿՊ-ի հետ, շատ հետաքրքիր տրամաբանություն էր իրանց մոտ, իրանք հասան իրանց նպատակին, որ մեծամասնությունը ի տարբերություն Գյումրիի կարողացան ստանալ, դա բայց չի աշխատի միջպետական փաստորեն 2026-ի ընտրություններում, փաստորեն ինքը չի կարողանա չասոցացվի ԿՊ-ի հետ, ստեղ ինքը փորձեց այդ տեխնացուի հետ չասոցացվել, այնտեղ փաստորեն պայքարը գնաց ուղակի, ոնց որ մարդը ասում էր ինձ եք ընտրում, ես կապ չունեմ ԿՊ-ի հետ, այդ կերպով գնաց քարոզարշավը եւ ոչ մեկ չմասնակցեց ԿՊ-ից այդ քաղաքական դաշտի։ Բայց ինչպես չէին մասնակցում Ալեն Սիմոնյանը, որը ազգային ժողովի նախագահն է, Դավիթ Խուդատյանը, շտաբի ղեկավարն է։ Գիտեք ոնց, իրանք կարող է, որտեվ իրանք բոլորն հասկանում են, որ իրանք ոչ մի խաղ չեն կարող անեն, ժողովուրդը իրականում հիասթափված է ոչ թե իրանցից այդքան, իրանք թմի անդամ են։ Իրականությունը այն է, որ բոլորը հիասթափված են Փաշինյանից։ Եվ հարցը նա մեջ է, եթե Փաշինյանը չկա, արդեն կարելի է օգտագործել, որ դե ինքը գնալու է, եսի ինչ ձևեր են իրանք օգտագործում, բայց միամիտ չի, տեսնում է, որ ԿՊ-ի տեխնացուն է, ԿՊ-ի քաղաքական ուժն է։ Դրա համար էլ մեծ մասը էլի չգնաց, եւ այն գնացածների մեջ, որ գնաց այդ համոզմունքով, որ դե լավ, հիմա ինչ որ Փաշինյանը բանը չգիտենք այդ ԿՊ-ները ինչ են անում, այմարդ ստե այդ մարդը հենա 4 տարի անի աշխատել է, ինչ որ գործ արել է եւ դրա համար ասենք հիմա մեր համար կապ չունել, արդեն ԿՊ-ը թե ինչա, բայց միջպետականում այդ 26 թվականի ընտրություններում այդ մոտեցումը չի աշխատելու միանշանակ եւ այստեղ է որ շատ կարեւոր է որ ընդդիմությունը եւ ես ասում եմ ոչ թե պարլամենտական ընդդիմության մասին, հա, որտեղ պարլամենտական ընդդիմությունը ամեն դեպքում հաղում է Նիկոլ Փաշինյանի խաղի կանոններով կամ իրանց միասին խաղի կանոններով, իմ համար դա է իմ եզրակացությունը, ես ասում եմ առողջ ընդդիմության մասին, որոնք որ պետքա իրականում այդ ամեն ինչը հաշվի առնեն եւ իրանց եզրակացություններ անեն, թե ինչպես պետքա մասնակցեն, որ չփոշիանա ձայները, այդ ամենակարևոր հարցն ալնելու, բայց չփոշիանալու ամենակարևորը ինչն է, որ մարդկանց համոզել, որ մարդիկ գնան ընտրության, սա է լինելու ամենակարևորը, որովհետեւ իրանց հաղթանակը լինում է միայն այն դեպքում, երբ որ մարդիկ չեն գնում, երբ որ մարդիկ հիասթափված են ու չեն տենում ինչ-որ մի հատ ուժի, որը որ կարող է իրանց ներկայացնի պարլամենտում։ Բայց որ նշում եք մարդիկ չեն գնում, արդյոք այդպիսով ընտրությունների մասնակցած այն անձանց գործոնը, դերակատարությունը չի ստորադասվում, որովհետև
15298 հոգի օրինակ իշխանության տեխնացուին քվե տվել, այսինքն ինչ է նշանակում մարդիկ չեն գնում, հա ճիշտ է։ Ինչքանից 70,000-ից համատեղ Հա 69000 քանի արից, բայց հիմա այն կեսը մեղավոր չի, որ այն մի կեսը չի գնում ընտրության, ինչու ենք մենք։ Չէ, հարց չկա, ես դրա մասին եմ հենց ասում, որ մեղավորություն ստե չկա, ով որ ընտրել է, գնացել է, ապրեն իրանք իրանց ձայնի տերն են, ես չեմ մեղադրում այն մարդկանց, ով որ գնացել է, ես մեղադրում եմ այն մարդկանց, որ ասում են ամեն ինչ վատ է, մեր տեղը որոշված է, մենք կարանք չգնանք, մեկը իրանք սաղ իրար մեր, այդ սխալ մոտեցում է, պետք է մեր քաղաքացիները նայեք, հա Նարեկ ջան, ստե շատ կարևոր հանգամանք է, այդ պատասխանատվությունը երեխաների հանդեպ, եթե մարդիկ ասենք իրանք հիասթափված են, որ իրանք թվում է, որ իրանք տեղը որոշված է, բան, բայց իրանք մի բան պետք է հասկանան, գիտեք, այո, հասկանում ենք, որ 30 տարի խաբել են մեզ, այդքան տարի մենք տանջվել ենք, այդքան մարդ է մահացել այս տարիների ընթացքում, չեն տեսել, չենք հավատում, վստահություն չկա, հասկանալի է, բայց վերջը մի օր պետք է լինեն այն ուժերը գան, ովքեր որ խոսք են տալի եւ իրենց կատարած խոսքը անում են։ Պետք է փորձել, պետք է ամեն անգամ փորձել եւ որ մի անգամը պետք է լինի։ Ես հույս ունեմ, այդ մի անգամը այս անգամը լինելու, Նարեկ ջան։ Իրականում ես շատ մեծ հույս ունեմ, որովհետեւ եթե 26 թվականի այս ընտրությունները չստացվի իրական մարդկանց բերել ընտրատարածքներ, մենք ահռելի ճգնաժամի մեջ ենք ընկնում, չնայած արդեն ճգնաժամի մեջ ենք, ճգնաժամի մեջ ընկնել դրանից էլ ավելի վատ բաներ կարող են լինել եւ ես վստահ եմ, բայց մեր ժողովրդի իմաստության վրա եւ ես վստահ եմ, որ իրանք մասնակցելու են այս ընտրություններին ավելի շատ, քան երբևէ, որովհետև բոլորը հասկանում են, թե ուր է գնում եւ ինչ է կատարում։ Գիտեք ոնց, այսօրվա ինտերնետի դարում, որ մարդիկ ասեն կարողանում նախ եւ առաջ շատ ակտիվ են լինելու, ես վստահ եմ ջահելությունը, որովհետև երիտասարդները շատ մենք օրինակ մեր շարժումը շատ է շփվում երիտասարդների հետ, շատ են զանգում, գալիս են, հետաքրքրված են։ Եվ գիտեք ոնց, իրանք հետաքրքրում են այն մանրամասների մեջ, թե ում հետ մենք պատրաստ ենք կոալիցիա կազմել, ում հետ չէ, ուզում են ամեն ինչ իմանան, եւ դա շատ կարեւոր է իրականում։ Նիկոլ Փաշինյանը ընտրություններից հետո շնորհավորելով իր թիմակիցներին մի այսպիսի միտք է գրել, որ ուղղված է Մայրաթորին, կաթողիկոսին, նա նշում է, որ մեջբերեմ Ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը Մայրաթոր Սուրբ Էջմիածինը Կտրիչ Ներսիսյանից ազատելու գործընթացին, դուք այստեղ ինչ կապ եք տեսնում, օրինակ վաղարշաբաթի ընտրություններ եւ կաթողիկոսի։ Ես իրականում sense բան ասեմ, Նարեկ ջան, գիտեք ոնց, ես իմ համար դա իմ կարծիքն է, որ պետության ղեկավարը եւ մեզ ներկայացնող մարդը թե ներսում, թե դրսում, ասենք այդ ոչ բարոյական մոտեցում է ցուցաբերում այն առումով, երբ որ դիմում է հայ առաքելական եկեղեցու ղեկավարին, հա աշխարհի կանոններով, այո, դա իմ կարծիքով ամեն դեպքում գեղեցիկ չի, առաջինը։ Երկրորդը, գիտեք ոնց, սա այդ նույն խաղի շարունակությունն է, այդ ընտրություններից առաջ պարակտել մեր հանրությանը։ Ինչի համար, հա, ասենք ինքը միշտ օգտագործում է եկեղեցունը ստեղ անուններ է տալի իրանց աշխարհի կանոններով, մեկը ասում է ճիշտ ասում, որովհետև մենք գիտենք, այո, եկեղեցականները մեր հասարակության նույն իրավիճակի, հա, այդ մեր արտացոլումը իրանք ստեղից են, իրանք այլ մոլորակային չեն, էլի, որ եկել են եւ պետքա նույն բանը ինչ որ կատարում է մեր հասարակության մեջ, ես վստահ եմ նույն բանն էլ եկեղեցում է կատարում։ Մենք գիտենք թե ընտրությունները ոնց է, այո, ամեն ինչ սխալ բաներ շատ կա, սակայն ես հաշվում եմ, ելի եմ ասում, սա իմ մոտեցումը է, ես վստահ եմ բոլոր պարկեշտ մեր համաքաղաքացիները նույն ձևի են մոտեցում ցուցան, Նիկոլ Փաշինյանը այն բարոյականության տեր մարդը չի, որ իրավունք ունի եկեղեցուն այսպես ինչ որ պայմաններ դնել եւ եկեղեցուն մեր եկեղեցուն կապնել, սենց ասենք, լավ։ Իսկ այն առաջ քաշած հարցեր անկախ նրանից ով է, հա, դրանք բերել օրակարգ, պետք է դրանց պատասխան տրվի, թե ոչ։ Ես վստահ եմ, որ այսօրվա դրությամբ ոչ մի դեպքում, որովհետև մեր պետությունը այսօրվա դրությամբ գտնվում է շատ ծանր պայմաններով եւ հիմա թվում է թե սա ինչ հարցերը լուծել ենք, բրծել ենք, հիմա եկեղեցու ինչ որ հարցերով պետք է զբաղվել։ Այո, ես եմ գտնում, որ պետք է ինքնամաքրվի, եկեղեցին շատ հարցեր կա եկեղեցում, բայց դրանք բոլորը երկրորդական հարցեր են։ Իրանք սարքում են առաջնահերթ այդ երկրորդական հարցը, մենակ նրա պատճառով, որ պարակտեն մեր ժողովրդին։ Այդ պարակտումը բերել է նրան, որ
տարբեր մարդիկ, հա, իրար մեջ ընտանիքների մեջ են կռիվ տալի, որ չէ, ճիշտ է, սենց է ճիշտ, չէ, չնայած Նիկոլը սխալ է, բայց մեկը պետք է կաթողիկոսին այդ ամեն ինչը բերում է պարակտման։ Այդ պարակտումը գալու է բերելու նրան, որ քիչ մարդ է գնալու ընտրություններին, էլի հավատները կորցնելու են, այն ինչ որ ուզում է ինքը անի։ Նա ուզում է որ քիչ մարդ գնա ընտրության։ Մենք պետք է հասկանանք, եթե մարդիկ ուզում են ազատվեն Նիկոլին, իրանք պետք է ծանոթանան ուժերի հետ, ուժերի ծրագրերի հետ, եթե չեն էլ ուզում հավես չունեն ծրագրերի հետ ծանոթանան, ամառ գնացեք ում ուզում եք ընտրեք, բացի Փաշինյանի ԿՊ-ից, բայց գնացեք, էսա կարևորը, ձեր ձայնը շատ կարևոր է, պետք է հասկանաք, ոչ Ամերիկան, ոչ Ռուսաստանը, ոչ մեկ ձեր տեղը չի որոշում։ Այո, կորոշեն մենակ այն դեպքում, երբ որ դուք զբաղված ըլնեք այդ ձեր հարցերով եւ չգնաք ընտրություններին։ Որ առաջարկում եք ընտրել բոլորին բացի Նիկոլ Փաշինյանից, այդ թվում դուք օրինակ առաջարկում եք ընտրել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Ոչ եւ Սարգսյանին։ ոչ։ Պարլամենտական ընդդիմադիր ուժերին էլ եմ առաջարկում ոչ մի դեպքում չընտրել, իրանց հետ կապված ուժերին չընտրել, Նիկոլ Փաշինյանի հետ կապված ուժերին չընտրել։ Ինձ թվում է այս ընթացքում 2-3 ամսվա մեջ այդ սպոյլերների անունները սախին པարզ կմնի։ Իմ համար པարզ է, բայց ես չեմ բարձրազանի, ես լավ պատկերացնում եմ թե ինչա կատարում, բայց ամեն դեպքում օրինակ մեր համար եւ մենք ասում ենք, որ Փաշինյանի ԿՊ-ն եւ այսօրվա դրությամբ փաստորեն պարլամենտական ուժերը պետքա քաղաքականությունից դուրս մնան, այդ ամենակարևոր հարցն է լինելու, որտեվ այդ 30 տարին այս մի շղթայա, նույն շարանն է, բոլորով իրար հետ այն նույն գործը արեցին, ինչ որ ուզում էին։ Այդ արհավիրքը, որ բերեցին մեր գլխին, սա այդ մի շղթայի շարունակությունն է եւ լավ սիրուն խաղեր են հաղում։ Բայց իրանց թվում է, որ ժողովուրդը չի հասկանում, ոչ։ Ես իրանց զարմացնում մեր ժողովուրդը իմաստուն է, ամեն ինչ հասկանում է եւ պատկերացնում է։ Խաբել էլ չի լինի։ Կարան մոռանան։ Պարզապես դուք ինչպես եք պատկերացնում օրինակ Փաշինյանի, Քոչարյանի, Սերժ Սարգսյանի թիմերին ասպարեզից հանելը, երբ մենք տեսնում ենք, որ ոչ միայն համապետական, այլ նաև տեղական մարմինների ընտրությունների պայքարն է այս ուժերի կամ այս ուժերի հետ փոխկապակցված այլ ուժերի միջև ընթանում։ Արեգ ջան, գիտեք ոնց, նայեք, ցավալին այն է, որ այդ մարդիկ 35 տարի համարա իշխանության ղեկին են, սենց ասենք, հա։ Նույն Սերժ Սարգսյանը 94 թվականից նախարար եղել պաշտպանության, միջև ամեն ինչ վարչապետ, ԱԱԾ-ի պետ, նախագահ, ամեն տեղ իրանց հետ փոխկապացած, գիտեք, Հայաստանը փոքր է, բոլորը ինչ որ իրար հետ փոխկապացված են, միտեղ աշխատել են, մեկը բարեկամ է, քավոր է, սանիկ է, սա ցավալի է իհարկե այս իրավիճակը, որ տենց է, դրա համար հիմա ոնց էլ ֆրազ ամենտեղ ինչ որ իրանց մարդիկ կնեն, բայց այն գլոբալ խաղը, օրինակ ես շատ համաձայնում նախ եւ առաջ մոտեցմամ Հայկ Դեմոյանի, որ առաջարկել է, տենց մի հատ առաջարկ իմ դուրս շատ այկ է իրականում, ինքը ասում է մենք պետք է այդ կաթարսիսը ապրենք, հա, այն առումով, որ 2018 թվականի պատմությունները պետք է բացահայտել, թե ոնց եղավ, որ Նիկոլ Փաշինյանը եկավ, հա, սա շատ, ես վստահ եմ, որ դա հոկտեմբերի 27-ի արհավիրքի պես իրավիճակ է, դա նույն մակարդակի գործարք էր, ինչ որ բերեցին մեր պետության, մեր ժողովրդի գլխին, եւ գիտեք ոնց է, ամենտեղ միևնույնն է, մաքրվելու ձևը միակն է, Արեգ ջան, նայեք, եթե այն ինչ որ նժար շարժումը առաջարկում է, հա, մենք ինչ ենք առաջարկում, մենք առաջարկում ենք համակարգի փոփոխություն։ Եթե մենք համակարգի այդ փոփոխությունը ինչ որ մենք ենք առաջարկում, որովհետեւ հիմա նոր ուժեր են առաջացել, որոնք հասկացել են, որ սա շատ ճիշտ ու խելացի մոտեցում է, իրանք էլ են ասում բալանսավորման մասին ուժերի տարբեր ինչ որ տես բաներ են խոսում, բայց իրանք ասենք այդ հետազոտությունները չեն արել ու չեն կարող այդ պրոյեկտը այնպես ներկայացնել, ոնց որ մենք ենք ներկայացնում։ Մեր շատ ճշգրիտ հաշվարկված պրոյեկտ է, ոնց պետք է բալանսավորել եւ ոնց են փոփոխություններ անելու համակարգում, որ էլ երբեք չստացվի, որ ինչ որ մեկը կապ չունի, վաղը Սերժ Սարգսյանի են հալալ ախպերն են վարորդը ոնց էր անում մոռացա, ճիշտ ասած, եթե ինքն է գա վարչապետ դառնա, Աստված հեռուպայի, միևնույնն է, չեմ հիշում Սերժի Բաչոյի հետ եք։ Չէ, եղբայրը այդ վարչություն Սաշիկ Սարգսյան։ Հա, Սաշիկ Սարգսյանը։ Հա, եթե ինքն էլ դառնա վարչապետ, այդ համակարգը մենք անենց ենք նախատեսում, որ ընդհանրապես խնդրեմ չի լինի։ Այդ մարդը չի կարողանալու հայկական ինչ որ գործողություններ ձեռնարկել։
Էս է սա ամենակարևորը, որ ինստիտուտները աշխատեն։ Մենք պետք է հասկանանք, այս անգամ այս ընտրությունները, եթե մենք գնացինք մի անգամ ճիշտ ընտրություն կայացնենք, մենք կարողանալու ենք մեր երեխաների ապագան, մեր երեխաների ապագան ահռելի իրավիճակի մեջ է։ Մենք չգիտենք, ջահելության այդ երիտասարդներից որ խոսում ենք, շատերը ասում են, բա մեկնելու ենք, գնալու ենք Հայաստանից։ Մենք պետք է անենք, որ իրանք չգնան։ Մենք ուրիշ հնարք չունենք։ Մենք պետք է իսկ ինչ փոփոխություն։ Գործարան կառուցելը ոչ, գործարան կառուցել, այո, պետք է գործարանը, բայց եթե մենք չփոխեցինք համակարգը, այդ գործարանը անիմաստ է դառնում։ Մենք պետք է համակարգը փոխենք եւ նոր արդեն այդ տնտեսական սաղ մոտեցումներ, ասենք մենք իրականում ունենք հետաքրիր ծրագիր ունենք, բայց մենք հիմա չենք ուզում, չնայած կարամ ասեմ, եթե ձեզ հետաքրիր է, կարամ պատմեմ, բայց հարցը ինչու՞մն է, երբ որ մենք հիմա մեր ծրագիրը սկսենք ասել, կստացվի այնպես, որ մենք այն ուժն ենք, որ մեր կողքը ուզում ենք համախմբեն, ոչ, մենք ուզում ենք բոլորին համախմբել, ոչ թե որ մեր կողքը, մեր շուրջը համախմբեն։ Դենք մենք Տիկին Կարապետյան սենց տեխնացությունը առաջնահերթ ներկայացրել, հա, որտեվ այդ կինը իր պատմությունը, իր 25 տարվա այդ իրավապաշտպան աշխատել է, իրավունքի համար պայքարել է, օրենքի համար պայքարելով, ապացուցել է բոլոր իշխանությունների դեմ ինքը մաքուր ազնիվ մարդ է, եւ այդ մարդը ինչ է տալիս, Նարեկ ջան, որ պատկերացնեք, նայեք, հա, ասենք կուսակցությունները մեկ-մեկ բան են անում, չէ, որ եթե ես գնամ իրանց միանամ կդառնա, որ ես իմ ինչ չեմ, այս պարագայում ոչ մեկ խնդրեմ չունենա, եթե բոլորը հավասարով իրար հետ միանան եւ իրանց մենք առաջարկել ենք մորատորի, որ իրանք հայտարարեն իրանց գաղափարների վրա, աշխարհաքաղաքական եւ իրար հետ որոշենք, այս մի քանի տարով ինչն ենք առաջնահերթ դնում, այդ առաջնահերթ կարևոր փոփոխությունները իրար հետ անենք, որ այդ ինստիտուտները կայանան։ Եթե ինստիտուտները կայացան, մենք արդեն իրականում դրանից հետո տնտեսական փոփոխությունները բաները շատ հեշտ է լինելու անել։ Զարգացումը աճը շատ արագ եւ շատ լավ ձև կկայանի։ Եվ ամփոփելով այս ներքին հատվածը, դուք այսինքն օրինակ կաթողիկոս հետ կապված կարծում եք, որ այդ գործընթացը պետք է լինի, բայց չպետք է լինի Նիկոլ Փաշինյանի ձեռամբ։ Գիտեք ոնց, նայեք, ես մի բան ասեմ, Նարեկ ջան, մենք հրավիրված ենք հավաքի, ասենք, այնտեղ ես գիտեմ, որ ուրիշ ուժերել են լինելու, որոնք մեր համար իհարկե անընդունելի են որպես քաղաքական ուժեր, այդ նույն պարլամենտական ընդդիմացությունից հա, մարդիկ են լինել, բայց ինչն է հետաքրքիր, մենք մեր թիմակիցների հետ որոշեցինք, որ մենք պետք է գնանք այնտեղ, քանի որ հարցն է բարձրացել, թե Նիկոլ Փաշինյանը ոնց է խախտել սահմանադրությունը եկեղեցու դեմ դուրս գալով։ Կոնկրետ հոդվածներ կան, որոնք որ ինքը խախտել է, եւ մենք պատրաստ ենք մասնակցենք այդ կլոր սեղանին, այս քանի օրն է լինելու այդ կլոր սեղանը, եւ մենք ստորագրելու ենք այդ թղթի տակ, չնայած այնտեղ էլի մարդիկ են ունենալ, որոնք մեր համար ընդունելի չեն, բայց մենք միանունն ստորագրելու ենք, քանի որ ասում ենք, որ այնտեղ տարբեր շատ ալնելու ինչ որ ես բոլորին չգիտեմ, բայց ես իմացա որ ուժեր կա, որ մեր համար իրականում անդուր են, բայց դե քանի որ գործը այն է, որ պետքա այս մարդուն ապացուցել, որ այս մարդը խախտում է սահմանադրությունը, այս գիտեք ոնց, այդ Այնտեղ այնպես ուժեր են լինելու, որոնք որ իրանք են փաստորեն ժամանակին նույնպես խախտել սահմանադրությունը։ Դա մի քիչ օքսիմորոն է իրանից բանանում, իհարկե ինչ որ մոտ առաջացնում իրանց այդ մասնակցելը այդ կլոր սեղանին, քանի որ թե իրանք շարունակությունն է այդ Նիկոլ Փաշինյանը, թե նույն բաներն անում, որ ինչ որ իրանք են արել, բայց ամեն դեպքում դե հիմա թող ստորագրեն, ինչքան շատ մարդ ստորագրի, այնքան ավելի լավ կլինի հետագայում, երբ որ կառավարությունը փոխվի, այս դատական գործերը, որտեղ ես վստահ եմ այդ թուղթը ստորագրել ենք այդ հայտարարությունը եւ գլխավոր դատախազը իհարկե դա չի ընդունել։ Չնայած իրականում ապացուցված է, որ այս մարդը խախտել է օրենսգիրքը։ Առաջարկելու, որ ասում եք չի ընդունելու դատախազը։ Դե արդեն եղել է, հենա Պարուր Հայրիկյանը գնացել է դիմել է, որ սահմանադրությունը խախտված է, օրենսդրությունն է խախտված, հա, այդ սահմանադրության փոփոխությունների հետ կապված էլի չեն ընդունել։ Դες արդեն հասկանալի է իրանք ինչ են անում, պարզ է։ Դե դրա համար հիմա եթե չընդունեն, այդ վաղ գլխավոր դատախազն է հետագայում պատասխան կտա, թե ինչի հիման վրա է, թե հիմունք կա, ոնց չեք հարուցում քրեական գործ։ Ինչ կապ ունի, որ վարչապետն է, եթե խախտել է օրենքը, սահմանադրությունը, կապ չունի, որ վարչապետ է, չէ՞, պետք է ուրեմն այդ քրեական գործը հարուցվի։ Տենց է թե չէ, Նարեկ ջան, մեր սահմանադրության մեջ տենց է գրած, ճիշտ է։ Ճիշտ է։ Ոչ մեկ իրանք չունի խախտի, բոլորը պետք է օրենքի դեմ հավասար լինեն։
Սա չի եղել մեր մոտ եւ դրա համար մարդիկ հիասթափված են, վստահություն չունեն։ Իսկ մենք պետք է վերադարձնենք այն ինչ որ մենք ենք առաջարկում, մեր առաջարկածներից ամենակարևոր բաներից մեկը նա է, որ այդ դատական համակարգը, հա, որ պետք է իրականում առանձին ճյուղ լիներ իշխանության, հա, անկախ ճյուղ լիներ, դա գերագույն գլխավոր դատախազը, իրանք պետք է իրականում անկախ լինեն, որ ով էլ գա վարչապետ միշտ վախենա, որ իրանից կախված չի գլխավոր դատախազը եւ ամեն րոպե կարա եթե ինքը սխալ արեց իր դեմ գործ հարուցի եւ ձերբակալի։ Այդ վաղ վարչապետը իր օրինական բաների մեջ լիազորությունները մենակ կատարի։ Իսկ ինչպես կմեկնաբանեք Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության շրջանակներում կայացրած որոշումները, օրինակ, գիտեք, իշխանությունները օգոստոսի 8-ը մեծ ձեռքբերում են համարում, ասում են, որ արդեն խաղաղություն է հաստատված։ Նայեք, հա, եթե խաղաղություն է հաստատված, այդ վաղ էդի է վախացնում, որ ասում է, եթե ինձ չընտրեք խաղաղություն չի լինի, պատերազմ կլինի։ Ինչու՞մ է այդ վաղ։ Նոնսենս չի դա։ Դա արդեն նշանակում է, որ էլի ստում է այս մարդը։ Այս մարդը 7 տարվա արդեն 8-րդ տարին է, ամեն անգամ ստում է։ Ամեն ինչ խաբել է, այդ 20 թվի արհավիրքը բերել է մեր գլխին, ամեն ինչ, ամեն բանը սուտ է եղել այս մարդու ասած։ Բացի նրանից, որ ինքը ասել է, որ 2030 թվականին կունենանք 5 միլիոն հա քաղաքացի, երևի ինքը ի նկատի ուներ, որ 1.5 միլիոնը ադրբեջանցիք են լինելու։ Երևի դա նկատի։ Դա կարող է ճիշտ լինի, եթե ինքը սենց շարունակի։ Իսկ մնացած ամեն ինչ սուտ է եղել։ Այս մարդկանց մոտ ամեն ինչ սուտ է։ Ինքը խափում է, որ ինքը խաղաղություն է բերելու։ Խաղաղությունը ինքը չի բերելու։ Ու ինքը չի բերել։ Եթե ստորագրել Ալիևը ինչ որ թուղթ, Էրդողանն է գա Ալիևի հետ այդ ապրիլին եվրոպական այդ ինչն էր մոռացել եմ։ Գագաթնաժողովը։ Գագաթնաժողովին, եթե Էրդողանն էլ գա Ալիևը գան ու ստեղ ստորագրեն այդ թուղթը, դա ոչինչ է այդ թուղթը։ Դա նրա համար առնելու, որ այնքան որ մարդկանց խափեն, որ հեսա տեսեք խաղաղություն են բերել։ Իրական խաղաղությունը այսօր մեզ ապահովում է եւ երաշխիք է տալի ԱՄՆ-ն։ Այդ Տրամպի ուղին, որ էլի եմ ասում, այնտեղ շատ բան կա, որ պետքա ի օգուտ Հայաստանի երևի փոփոխվի, բայց հələ որ པարզ չի իրականում։ Հիմա այսօրվա դրությամբ ինչ որ նոր սկսում են այդ թեման ավելի լուրջ ինչ որ քննարկել, ինչքան ես հասկանում եմ։ Բայց դա ամեն դեպքում պետքա ի օգուտ Հայաստանի մաքսիմում դա օգտագործի, բայց մոտակա 3 տարին Տրամպը իրականում թույլ չի տա լայնածավալ պատերազմ լինի։ Այդ դեպքում նույն կերպ Եվրոմիությունը, եվրոդիտորդները, որ կանած են սահմանին, իրանք թույլ չեն տալի, որ սահմանին ինչ որ խնդիրներ ունենանք այսօրվա պարագայում։ Բայց Փաշինյանը այդ եվրոդիտորդներին էլ է ուզում հանի, որ իր ձեռները բաց լինի, որ հենց որ պետք լինի մեր ժողովրդին Ալիևը կարողանա դից շանտաժ երևի ենթարկել ավելի լավ։ Հիմա օգոստոսի 8-ը լավ էր թե վատ։ Ամեն դեպքում ինչ որ մի հատ եթե բան լինում է, հա, ասենք նայեք, տենց մակարդակում, երբ որ ներկայ է ԱՄՆ-ի նախագահան եւ ինքը թեկուզ եւ որպես ոչ թե կողմ է լինում, այլ բան վկա, հա, ինչ որ թուղթ որ ստորագրում մեկը լավ է։ Մի հատ ռուսերեն ասած կա, պետք է ասեմ, «Խուդոյ միր լուչше վայնի»։ Պարոն Իկոնոմով, տեսեք, ձեր այդ բնութագրած լավ թուղթը Նիկոլ Փաշինյանն է ստորագրել։ Հիմա Նիկոլ Փաշինյանը Շատ լավ է, դե թող գնա, հերիք է, ինչքան ինքը մի հատ բան եթե հաշվենք լավ արել։ Այդ պատկասենք ինքնարարով լավ արել։ Եթե լավ բան է արել, ինքն է շուր կգա։ Եթե լավ բան է արել, դուք հաշվեք լավ բան է, ես չեմ հաշվում, որ եթե ասենք այն լավ բան, այդ լավ բանը առանց այդ թղթի կարար անել, ինքը միջև դրան չվերադառնանք, էլի Նարեկ ջան, երբ կարար անել։ Ես ասում եմ լավ արել, եթե դուք հաշվեք, որ լավ արել։ Ես ձեր խոսքն եմ կրկնում, ես ձեր խոսքն եմ կրկնում, ես գնահատական չեմ տալիս։ Եթե դուք սա հաշվում եք, որ դա ստորագրած է, իսկ ես չեմ հաշվում, որ դա ստորագրած է։ Ամեն բան, որտեղ որ կա, ես ասում եմ, Ամերիկայի նախագահան, թեկուզ եւ որպես վկա, դա լավ է։ Ես այդ եմ ասում, ոչ թե որ լավ արեց ստորագրած։ Ամենտեղ որտեղ ինքը կա, ինչ ստորագրություն Նիկոլը լինի, թե ասենք Ալեն Սիմոնյանը ստորագրել, դա կապ չունի։ Եթե այն մարդը կա, ուրեմն հետաքրություն ունի ինչ որ։ Եթե հետաքրություն ունի, հնարավորություն է մեծ տալացում նրա համար, որ մի քանի տարի մենք կարողանանք շունչ քաշենք, ոտի կանգնենք։ Մենք պետք է օգտագործենք այդ մի քանի տարիներին, որ ոտի կանգնենք, որ մեզ չկարողանան արդեն ուժով ստիպել, էս արեք կամ այն արեք, սահմանադրությունը փոխեք, 300,000 ադրբեջանցի ընդունեք, որ այդ բաները չկարողանան,
մենք պետք է ուժեղ լինենք, էս է մեր համար կարևոր։ Մենք չպետք է ռևանշիստ լինենք, մենք չպետք է փորձենք ինչ-որ բան վերադարձնենք, բայց մենք չպետք է մոռանանք ամենակարևոր հարցը, որ մեր եղբայրները Արցախից գաղթած սպիտակ ցեղասպանության ենթարկված մեր հայրենակիցները, մեր եղբայրները իրանք իրավունքներ ունեն։ Մենք պետք է օգնենք իրանք իրավունքները։ Պետք չի դրանից վախենալ, ասում են, տենց բան որ ասում եք, կռիվ նշանակ, ոչ մի կռիվ չի նշանակում։ Կա միջազգային կազմակերպություններ, եթե ճիշտ կառավարություն ունես, նորմալ մարդիկ են այդ ամեն ինչը միջազգային օրենքների հիման վրա, ճիշտ ձևի համախմբվածության վրա, ճիշտ ձևի նույն ԱՄՆ-ի, Եվրոպայի հետ պայմանավորվելու վրա ամեն ինչ կարելի է նորմալ մարդավարի առանց պատերազմի ճիշտ լուծումներ տալ։ Սա ինձ թվում ամենակարևոր հանգամանքն է։ Իսկ այն որ ադլի եմ ասում, խաղաղությունը թղթերը խաղաղություն չեն վերել, խաղաղությունը կոնկրետ վերել է ԱՄՆ-ի նախագահան, որը որ Նատանյախուի միջոցով է դա եղել, այդ դիմացեք, ասենք Ալիևը բոլոր հարցերը լուծում է Նատանյախուի միջոցով, քանի որ մենք տարածաշրջանում ունենք հիմա մոտակա ժամանակ ունենալու ենք իմ կարծիքով խնդիրներ եւ իրանք շատ կարեւոր է որ ստեղ խաղաղություն լինի, ստեղ խնդրեմ չլինի, որ Իսրայելը իր նպատակներն է ուզում շարունակի հասնի մեր հարևան եւ բարեկամ Պարսկաստանի հետ խնդիրները գիտեք երևի եւ դրա պատճառով ասենք Ամերիկային շատ կարեւոր է որ ստեղ հանգիստ լինի։ Սա ամենակարևոր մոմենտն է, որը մենք պետք է հասկանանք, պատկերացնենք։ Այսինքն Իսրայելի վարչապետն է Ալիևին բերել Այսօրվա դրությամբ Ալիևը այդքան Էրդոգանի տակ չի, սենց ասենք, հա, ավելի մտերիմ է Նատանյախուի հետ եւ շատ հարցեր տարածաշրջանում իրանք Նատանյախուի միջոցով են լուծում, քանի որ Նատանյախուն շատ մտերիմ է Տրամփի հետ, հարաբերությունները իրենց մոտ շատ լավն են։ Եվ Իսրայելը ինչ կապ ուներ, ինչու է ուզում այստեղ կայունություն լինի։ Իսրայելին պետք է կայունություն Ադրբեջանում, որտեղ Ադրբեջանը ինքը օգտագործելու է որպես պլացդարմ Պարսկաստանի դեմ։ Այսինքն հարձակվելու է էլի Իրանի վրա։ Ես վստահ եմ, որ մոտակա կես տարվա մեջ իրանք այդ գործողություններն են պատրաստվում։ Եվ դուք որ նշեցիք Նիկոլ Փաշինյանը իր մինչև 2050 թվականի այդ ծրագրում բնակչության թիվը 5 միլիոնի հասցնելու խոստում է տվել եւ նշեցիք, որ 1.5 միլիոնն էլ ադրբեջանցիք են լինելու։ Ինձ թվում է, որ ինքը այդ կարծիքի է։ Եթե ինքը որովհետեւ հայերը թողում գնում են, իսկ ինքը պայմանավորում է, որ պետք է ադրբեջանցիք գան։ Այ որ ասում եք պայմանավորվում է պետք է ադրբեջանցիք կան, դուք ինչի հիման վրա եք նման հայտարարություն անում, որովհետև հրապարակավ իրենք ասում են, որ չկա, դա այդ մասին խոսակցությունը Նիկոլ Փաշինյանն ասում է խաղաղության չի տանում։ Մալեք ջան, ես ուշադրություն եմ դարձնում այն մասնագետներին, որ տիրապետում են ադրբեջանական լեզվին եւ հետեւում են իրանց մամուլին, օրինակ Տաթևիկ Հայրապետյանը, ես իմ համար իր խոսքը շատ հետաքրքիր է իրականում, ես վստահ եմ, որ այդ աղջիկը սուտ չի խոսում եւ ինքը այդ ադրբեջանական մամուլից կարդալով ինքը ներկայացնում է շատ տարբեր բաներ, որոնք խոսում են հենց այդ դրա մասին եւ հայատության մասին, այն որ այնտեղ ոչ մեկ չի պատրաստվում մեր այդ խաղաղություն ունենալ, դա ասենք պարզից պարզն է։ Դպրոցներում գրքերը միայն հայատության են լցված։ Տեսեք, այնինչ դուք ասում եք, պարոն Նիկոնոմովի, ես եւս կարդում եմ ադրբեջաներեն չիմանալով, թեկուզ օգտվելով Google-ի հնարավորությունից կամ արդեն ռուսալեզու։ Դուք ժամանակ ունեք դրա, ես չէ։ Ես այլ բան եմ ուզում ասեմ, եւ ուզում եմ ասեմ, որ ես ավելի շատ բաներ եմ կարդում, տեսնում եւ այլն, բայց այստեղ հարցը առաջանում ինչքանով է դա Հայաստանի իշխանությունը կիսում, այնտեղ մենք լսում ենք, որ իրենք արդեն Էջմիածինն են համարում իրենց պատմական հողերը, Սևանը եւ ամեն դեպքում Ալիևը ուղղակի է ասում, չէ, որ պետք է նախապայմանը, սահմանադրությունը փոխեք։ Հիմա առաջին նախապայմանը արդեն կա։ Համաձայն եք իմ հետ, որ ինքը այդ ասել է։ Բայց փաստենք նաեւ որ անկախության հռչակագրին դեռ անդրադարձ չի եղել։ Մի րոպե, այդ մարդը ուղղակի ասում է, այն մարդը, որ պետք է մեր այդ խաղաղություն, ինքը ասում է, սա նախապայմանն է։ Տենց է թե չէ։ Տրամաբանորեն այո։ Ուրեմն կարող է լինի
մի հատ էլ հետո նախապայման Փաշինյանի ընտրվելուց հետո ու էլի մեզ վախացնեն պատերազմ կլինի եթե չընդունեք սահմանադրության փոփոխությունը պատերազմ կլինի եթե չփոփոխեք այդ 300,000 ադրբեջանցի չընդունեք կարա լինի քանի որ այս իշխանությունները մեզ միշտ խաբել են հիմա գիտեք ոնց իրանց մոտի գրած լրատվամիջոցների ասածներին ավելի է կարելի հավատալ քան թե Նիկոլ Փաշինյանի ասածին իմ համար դա ամեն դեպքում ավելի վստահելի աղբյուր է Եվ վերջում, քանի որ մեր ժամանակը սպառվում է, Ռուսաստանի հետ դուք ինչպես եք պատկերացնում հարաբերությունները, պետք է խորացնել թե ոչ, պետք է ավելի նվազեցնել թե ոչ։ Իմ կարծիքն է հապկից պետքա դուրս գալ եւ հավասարաչափ մարդկային որպես պարտներներ, ոչ թե մեծ աղբեր, փոքր աղբեր, այլ մարդավարի միջազգային օրենքների վրա հիմնված մենք ունենք ստորագրված երկկողմանի պայմանագիր, այդ ելնելով այդ երկկողմանի պայմանագրից իրար հետ ինչքան կարելի է լավ հարաբերություններ ունենալ Հիմա քանի որ Եվրամիության թեմա կա, օրինակ կան որոշ գնահատականներ, որ հնարավոր չէ եւ Ռուսաստանի հետ լավ լինել եւ Եվրոպայի։ Դե եթե հնարավոր չէ, հիմա պետքա իմ կարծիքով եւ մեր օրինակ շարժման համակիրների, ընդհանրապես մեր շարժման ընկերների կարծիքով սենց է։ Նայեք, Նարեկ ջան, մենք ընդհանրապես եվրոպական քաղաքակրթության ներկայացուցիչներ ենք հայերս։ Ինչի։ Առաջինը, որտեղ քրիստոնյա ենք, քրիստոնեությունը եկել անդից։ Երկրորդը մենք մեզ հռչակել ենք որպես ժողովրդավար երկիր։ Տենց է թե չէ։ Որտեղից է այդ երկուսն էլ գալիս։ Այդ երկուսն էլ գալիս է արևմուտքից։ Ուրեմն մենք պետք է ամեն դեպքում գնանք ընդ այդ առաջին մասը։ Երկրորդ կարևոր մասը մենք պետք է հասկանանք, այս աշխարհը գնում է դեպի բարձր տեխնոլոգիաների աշխարհը դառնալու։ 5 տարից հետո մենք չենք ճանաչելու այս աշխարհը, Նարեկ ջան։ Եթե մենք այսօր սկսենք դրա վրա շատ մեծ ուշադրություն դարձնել, մենք շատ հետ կդառնանք։ Այսօր գնում է պատերազմ, ես անունը դրել եմ տեխնոկոլոնիալիզմը առաջանալու։ Չինաստան Ամերիկայի պատերազմը, սա ռուս-ուկրաինական պատերազմ չի, Իսրայելը-բարսկական պատերազմ չի։ Սա պատերազմը երկու գերպետությունների Ամերիկա եւ Չինաստան եւ իրանք հիմա շուկաներն են բախշում իրար մեջ։ Սա շուկաների բախշում է եւ լինելու են պետություններ, ովքեր որ լինելու են իրանց կոլոնիաները, հա, իսկ լինելու են պետություններ, որոնք լինելու են պարտներներ, գործընկերներ։ Հիմա մենք պետք է կարողանանք եւ մենք ունենք այդ պոտենցիալը, որ դառնանք գործընկեր, որտեվ իրականում մեր ժողովուրդը այդ պոտենցիալը ունի կրթվածությունը, հմտությունը, այդ ամեն ինչը մենք ունենք։ Եվ մենք պետք է ձգտենք դառնանք ոչ թե որպես իրանց գաղութ, այլ դառնանք իրանց գործընկեր։ Էսա կարևորը մեր համար։ Եվ մենք կարանք դա անենք։ Ես վստահ եմ կլինի այդ ամեն ինչը նայեք։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Ձեզ էլ եմ շնորհակալ։